Սա Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցն է նախկինում։ Իսկ հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ Հայաստանի լավագույն դպրոցներից մեկը, նույն 13 դպրոցը վերակառուցված վիճակում։ Պետբյուջեից հատկացված $5 միլիոն արժեքով։ Մուտքի նախասրահի հատվածում ենք հիմա։ Երեխաները դպրոց մտնելուն պես այստեղ ունեն հանդերձասենյակ, կախիչներ, հագեցած տեսախցիկներով։ Հանդիսությունների դահլիճ, որը երկու կողմից ունի հետնաբեմ եւ հանդերձասենյակներ։ Եկեք ցույց տամ։ Այստեղ ունենք նաեւ օդափոխության համակարգ։ Վերելակով իջնում ենք փակ մարզադահլիճ։ Մտնում ենք փակ մարզադահլիճ, որտեղ հակահարվածային պաշտպանիչ ապակիներ են տեղադրված դռների։ Դահլիճի 8 հատվածներում տաքացման, հովացման եւ օդափոխության հզոր համակարգեր են տեղադրված։ Վերև այն սիրունա։ Մարզադահլիճից եկել ենք մարզիչի սենյակ, իսկ սա հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված առանձին սանհանգույց է։ Մարզադահլիճի տղաների հանդերձարանը լոգախցիկները երկուսն են, մագնիսական դռներով եւ 3 տեսակ ցնցողներով, նույն սկզբունքով առանձին կառուցված է աղջիկների համար։ Սա մարզի միակ շինարարությունն է, որ ես շինարարին սեփական տիրոջը զանգել շնորհակալ։ Անծանոթ մարդ զանգել ներկայացել եմ, ասում շնորհակալություն։ Որ իմ տունը վերանորոգված լինի կամ տենամ այսպես վերանորոգում, անկեղծ եմ ասում, այդքան չեմ ուրախանա, ինչքան հիմա եմ ուրախանում։ Դպրոցի ներսում։ Եկանք քիմիայի լաբորատորիա։ Ջուրը կա։ Դպրոցն ընդհանուր ունի 4 լաբորատորիա՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության եւ աշխարհագրության։ Բոլոր դռները փայտե, ծանր, որակյալ դռներ են։ Եկել ենք ճաշարան, որը շուտով կհամալրվի գույքով եւ տեխնիկայով, առանձին լվացարաններով եւ այս հատվածում էլ սննդի պահպանության համար առանձին սենյակ է կառուցված։ Դպրոցի ճակատային մասի գեղեցիկ պատշգամբում է։ Ուսուցիչների համար նախատեսված առանձին սանհանգույցն է։ Բակի հատվածում ենք սիզամարգեր են ցանվել այստեղ 6000 մետր քառակուսի կանաչապատ տարածք է լինելու, զրուցարանն է դիմացը, վթարային ելքը դպրոցից, ինչպես տեսնում եք, ամբողջ հատակը ճեմուղիները սալարկված են։ Լարերը գետնի տակ է մցրած։ Եկանք հասանք ֆուտբոլի խաղադաշտ։ Արհեստական խոտածածկով գծանշված դարպասները տեղադրված են, շուտով ցանցերն էլ կտեղադրվեն ավարտական փուլում։ Հենց այս պահին գծանշվում է բասկետբոլի բաց խաղահրապարակը, ռետինի արհեստական ծածկով, այստեղ վազքուղին է, զրուցարանը եւ ցած երկարության համար նախատեսված փոքրիկ հրապարակը ավազը։ Եկել ենք դպրոցի կաթսայատուն, գերժամանակակից նոր տեղադրված համակարգեր, այստեղ հանգստի սենյակ։ Այն հատվածներում, որտեղ կանաչապատ գոտիներ չեն, նոր ասֆալտապատում է իրականացվել եզրաքարերի փոխարինով։ Ամբողջ 6000 մետր կանաչապատ տարածքում ռոռոկման անձրևացման համակարգ է անցկացված, ես ուզում եմ ձեզ ցնցուղը ցույց տալ։ Առաջ չենք գնում, քանի որ սիզամարգեր են ցանած, չենք ուզում տրորել փչացնել։ Սեպտեմբերի 1-ից մենք կունենանք, չէ՞, երեխեքի մուտք։